Սիրելի դիտողներ, շարունակում ենք մեր տուրը Allianz Arena-ում եւ ահա մենք լեգենդար մարզադաշտի ներսում ենք, պատերից ներս մեր այցելուների խումբը հիմա կանցնի։ Allianz Arena-ն, ինչպես տեսանյութում մենք նշեցինք, մոտ 20 տարվա պատմություն ունի եւ 2006 թվականի աշխարհի առաջնության խաղերի մեկնարկին ընթരാճ էր կառուցվել այս հրաշալի մարզադաշտը։ Հիմա ես մոտենամ բուն մարզադաշտին եւ բոլորիդ ցուցադրեմ մարզադաշտը իր ամբողջ շքեղությամբ։ Ահա, խնդրեմ։ Allianz Arena-ն 3 յարուսներ ունի, եռահարկ յարուսներով մարզադաշտ է, 3 այստեղ տեղի ունեցել Մյունխենի Բավարիայի եւ Բրեմենի Վերդերի հանդիպումը եւ մարզադաշտը հիմա պատրաստվում է, տեսնում եք, հաջորդ իր հանդիպմանը։ Խոտածածկը ամեն ինչ խնամվում է եւ պատրաստվում հաջորդ հանդիպման համար։ Շարունակենք եւ մոտենանք խմբին։ Ֆանտաստիկ տեսարան է, ֆանտաստիկ տպավորություններ։ Ահա, տեսնում եք։ Ահա մարզադաշտը իր ողջ գեղեցկությամբ, որը տեղավորում է ավելի քան 60,000 հանդիսական։ Այցելուների խումբն է եւ մեզ հատուկ մարդ է ուղեկցում այստեղ, հատուկ գիդ, ով ներկայացնելու է ակումբի պատմությունը։ Մարզադաշտի պատերին Բավարիայի աստղերն են, ահա Տոմաշ Մյուլերը եւ Արիեն Ռոբենը։ Ահա մենք մարզադաշտի տրիբունաներում ենք տեղավորվել եւ այստեղից երևում է ամբողջ մարզադաշտի շքեղությամբ։ Հետարքիր տեղեկություններ այստեղ ծանոթացանք մարզադաշտի հետ կապված, որ մարզադաշտը փաստորեն ունի 75,000 երկրպագուի հանդիսականի հնարավորություն, այստեղ ներքևում հատուկ 9,000 հոգու համար նախատեսված կանգնելու տեղեր կան հարավային տրիբունայում, որը հենց դարպասների ետնամասում է եւ 9,000 հանդիսական կարա տեղավորվի կանգնած ու հարավային տրիբունայում ամենաէժան տոմսերն են, մատչելի տոմսերն են 50 եվրո արժողությամբ նստատեղերում, որոնք բավականին հարմարավետ են։ Հարավային տրիբունայի վերևում հենց կան առանձին ուրեմն սենյակներ ապակիներով հնարավորություն կա այդ սենյակներից դիտելու եւ մարդիկ կարող են աբոնեմենտ ունենալ եւ այնտեղ փաստորեն ունենալ իրենց սենյակը։ Մյուս տրիբունաներում գները ավելի բարձր են տոմսերի եւ այս տրիբունան բիզնես տրիբունա է կոչվում, փաստորեն արևմտյան տրիբունան եւ բիզնես տրիբունայում տոմսերը վաճառված են առաջիկա 30 սեզոնների համար, շատ պոպուլյար է եւ բավականին թանկարժեք է, բայց առաջիկա 30 սեզոնների համար Բավարիա ֆուտբոլային ակումբի տոմսերը վաճառված են։ Հասկանալի է արդեն թե ինչ մասշտաբայնության հանրաճանաչություն ունի այս ակումբը համաշխարհային եւ իհարկե մասնավորապես Գերմանիայում Բավարիայի հողում, այնպես որ ֆանտաստիկ տեղեկություններ մեզ փոխանցեց մեր զբոսավարը, գիդը,
եւ փաստորեն ակումբ, որի տոմսերը առաջիկա 30 տարիներին արդեն վաճառվել են, 30 տարվա սեզոնային խաղերին արդեն վաճառվել են, դա ֆանտաստիկ է եւ նա նշեց, թե տարեկան մինչեւ 300,000 եվրո արժողությամբ փաստորեն տոմսեր կան, որ այդ տարվա խաղերը, սեզոնի խաղերը մինչև 300,000 եվրո արժողություն կարող են ունենալ բոլոր խաղերին հաճախելու հնարավորություն։ Այսպիսին է Բավարիա ֆուտբոլային ակումբի հնարավորությունները, այսպիսին է Բավարիա ֆուտբոլային ակումբի մասշտաբը, թափը եւ պատահական չէ, որ աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբներից մեկն է համարվում։ Շարունակում ենք մեր տուրը մարզադաշտում, հիմա մենք անցնենք այլ սրահներ, բուն մարզադաշտում մեր տուրը պատմությունը այսպես ավարտվեց, շարունակեք մնալ Հայք Ալիքի եթերում, Հայք Ալիքի հետ բաժանորդագրվեք Հայք Ալիքին եւ անպայման կիսվեք մեր տեսանյութերով, շնորհակալություն։ Շտեֆան Էֆենբերգը Բավարիա ֆուտբոլային ակումբի ավակ չէ, ճիշտ եմ ասում, ավակն էլ ա եղել, նաև Օլիվեր Կանն ա եղել, մարզադաշտի պատերը զարդարված են, այսինքն այդ հայտնի իրադարձությունների, չեմպիոնական իրադարձությունների նկարներով։ Ահա Օթմար Հիցվիլդը, հայտնի մարզիչ, Բավարիայի ֆուտբոլային ակումբի մարզիչներից եւ Չեմպիոնների լիգայի գավաթով։ Տարկիր տեղեկություն, սիրելի դիտողներ, այստեղ հատուկ կան նստատեղեր հաշմանդամների համար եւ ընդամենը 5 եվրո են այդ տոմսերը վաճառում, տեսեք, եւ նրանք կարող են իրենց հետ բերել այցելու ընկերոջ իրենց։ Եվ ամենաէժան տոմսերն են 5 եվրո արժողությամբ, ահա այս հատվածում արևմտյան տրիբունայի միջնամասում։ Արևմտյան տրիբունայում, որը կոչվում է բիզնես տրիբունա, միշտ հովանավորվել է գլխավոր հովանավորների կողմից Բավարիա ակումբի եւ այստեղ նստատեղերը ավելի հարմարավետ են, նրանք պտտվող են, ահա եւ փաստորեն ավելի շատ ունեն տարածություն դեպի արչեվի շարք։ Այս սարքավորումների շնորհիվ հատուկ լուսավորությամբ ապահովում է խոտածածկի անհրաժեշտ այդ աճը, որը որ արևի բացակայության պայմաններում լուծում են տեխնոլոգիապես փաստորեն այդ հարցը եւ 20 ջրող կայաններ ջրում են մշտապես խոտածածկը, որպեսզի էքստրա մակարդակի, բարձր մակարդակի խոտածածկ ապահովեն ֆուտբոլիստների համար։ Այսքանը մարզադաշտի վերաբերյալ բուն, հիմա մենք կգնանք այլ սրահներ եւ ես կշարունակեմ տեղեկատվական այս տեսանյութը Ալյանս Արենայից։ Սա արդեն մամլո ասուլիսների սրահ ենք մենք գնում եւ հիմա ավելի ներսից կծանոթանանք մամլո ասուլիսի սրահներին։ Ահա մամլո ասուլիսների սրահը, տեսեք ինչ հրաշալի է կահավորված եւ փաստորեն Բավարիա ֆուտբոլային ակումբի մամլո ասուլիսները տեղի են ունենում այստեղ։ Սիրելի դիտողներ, մենք հիմա հանդերձասրահում ենք, որտեղ Բավարիա ֆուտբոլային ակումբի մարզիկներն են փաստորեն խաղից առաջ պատրաստվում, շատ ջերմ տպավորություններ է, շատ ֆանտաստիկ տպավորություններ է եւ փորձում եմ այդ տպավորությունները ձեզ փոխանցել։ Ահա ֆուտբոլիստների մարզաշապիկները։ Հետարքիր սրահում ենք մենք հիմա եւ այս մուտքից հենց ֆուտբոլիստները ժամանում են մարզադաշտ, հենց այս մուտքից են համաշխարհային աստղերը Անդրե Նոյեր, Տոմաշ Մյուլեր,
մտել մարզադաշտ, Gareth Kane եւ այստեղով անցել դեպի իրենց հատկացված հատվածը, որտեղից պետք է արդեն խաղին մասնակցելու համար ֆուտբոլիստները անցնեին մարզադաշտ։ Հիմա մենք քայլում ենք հենց այդ նույն սրահով, որտեղով որ ֆուտբոլիստները խաղից առաջ մտնում են մարզադաշտ։ Ահա այս միջանցքներից գալիս են եւ աշճաններով իջնելով մտնում են մարզադաշտ։ Մեզ զբոսավարը թիմերի խաղացողների պես շարեց եւ դեպի մարզադաշտ դե թողելու գնալ։ Եվ ահա մենք Չեմպիոնների լիգայի երաժշտության ներքո գնում ենք դեպի մարզադաշտ։ Հրաշալի է այս ապրումները եւ ահա այսպես ֆուտբոլիստները ամեն խաղից առաջ դուրս են գալիս մարզադաշտ։ Այստեղ մարզչական նստատեղերն են։ Սիրելի դիտողներ, այսպիսով ամփոփենք Allianz Arena-ում մեր տեսանյութը Հայք Ալիքի համար։ Շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն Հայք Ալիքին բաժանորդագրվելու համար։ Այսպիսին է Allianz Arena-ն, այսպիսին է համաշխարհային Բավարիա ակումբի պատմության մի կարևոր նորագույն մասը։ Շնորհակալություն։